Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պահին ես զրուցում եմ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Սուրենյանց։ Գյումրու ընտրությունները ավարտվեցին եւ մենք ստացանք այն պատկերը, ինչ ունենք։ Ընտրությունից հետո շատ ավելի շատ քննարկում է ընդդիմության դաշտում, հա, ով կմիանա Ընդհանրապես, ինչքան էլ որ փորձ արվեց նաև ձեր կողմից քաղաքականացնել այս ընտրությունները, այնուամենայնիվ Գյումրին փաստորեն ուներ իր առանձնահատկություն եւ այդ պահպանվեց այդ առանձնահատկությունը եւ հիմնականում տեղի ունեցավ կլանային ընտրություն, այսինքն այս թաղի տեխնացուն, այն թաղի տեխնացուն, հա, եւ կարող եմ ասել ինչ որ իմաստով լավ իհարկե մեր համար որ ես ներկայացնում եմ այդ շարժում, բայց վատ քաղաքական դաշտի համար որ միակ քաղաքական ընտրությունը փաստորեն Մայր Հայաստանի հետ էր կապված, որտեղ նույն որքանով որ ես ունեմ տեղեկություններ, նույն Ռուբեն Մխիթարյանի հետ կապված իր համար ձայներ ապավել են Սամվել Բալասանյանի կլանի հետ կապված մարդիկ։ Ինչի մասին խոսած այս ընտրությունների արդյունքները։ Ռոբերտ Մխիթարյանի հաջողությունը նաև կուսակցությամբ դժվար է պայմանավորել, որտեղ անհասկանալի է դիշ կուսակցություն։ Հա, իմ հզոր համայնք թե հայրենիք է։ Իմ հզոր համայնք։ Համայնք դա պարզավոր նման կուսակցություն գոյություն չունի դե ֆակտո, եթե նույնիսկ կլան չի, դա իր անհատական գործոնի շնորհիվ է ստացել։ Երկու դրական բան ունի Գյումրիի ընտրությունը։ Առաջինը որ քաղաքական մենության մեջ հայտնվեց ԿՊ-ն եւ չկարողացավ իշխանության գալ, բայց շատ կարեւոր երկրորդը ավելի կարեւոր է իմ համար, դա այն էր, որ հասարակության մոտ գուցե վերականգնվի հավատ ընտրությունների ինստիտուտի հանդեպ, որտեղ հիշում եք, որ այդ ընդդիմության ներսում ամենատարածված վեճն է։ Եվ հիմնական ընդդիմախոսը դուք եք, որ այն մարդկանց, ովքեր ասում են ընտրության գնալ անհնարով անհնար է բան փոխելը, հեսա կարծում շատ էլ հնարավոր է ընտրություններով բան փոխելը, Գյումրին էլ, Փարաքարն էլ դրանից առաջ մի շարք տեղերում էլ ապացուցվել է այդ, այլ խնդիր է, որ քաղաքական որակը թույլ չի տալի այդ իմպլեմենտացիան ամբողջ ծավալով անենք, բայց դա լրիվ այլ թեմա է արդեն խոսակցության, բայց այո, Գյումրիում մի հատ Գյումրիի մոդելը վատ մոդել էր, շատ ընդօրինակման համար, արդեն գանք բացասական հետևանքներին, որտեղ այնտեղ կրել է իշխանության վարչական ռեսուրսը եւ երկու կլան։ Գյումրիի ազդեցիկ երկու կլան բառնել պարտադիր չի անպայման միայն բացասական։ Երկու ընտանիք եկեք ասենք։ Ընտանիք ասենք, որպեսզի չվիրավորենք եւ այս արդեն շատ դուրս խորելու տեղիք է տալիս, որովհետեւ ըստ էության չի կոտրվում այդ կարծրատիպերը, որ գոյություն ունեն Գյումրիում։ Ընդ որում երևի կհամաձայնեք իմ հետ, որ մասամբ իհարկե այդ բարձր մասնակցությունը նաև մրցակցության հետևանք էր, բայց ես թույլ կտամ ասել, որ մասնակցության նման մակարդակ մի քիչ ուշացված էր, հենց այդ վարչական ռեսուրսի, կլանային ազդեցության հետևանք էր, որովհետև նախորդ ընտրություններին 27000 են եկել, այս ընտրարշավը չնայած քաղաքականացման փորձերին, բայց մեծ հաշվով քաղաքական բաղադրիչը թույլ էր, այսինքն շատ ակտիվ ընտրարշավ չէր, էլի, զանգվածային։ Բայց 21 հետ համատած 21 ընդհանրապես մահացած ընտրարշավ։ Ահա, բայց գրեթե կրկնակի աճել է ընտրողների թիվը։ Ու ձերացած դիտարկմանը համաձայն եմ։ Նայենք օրինակ Սլաբոդկայի, Թուրքի Մայլա եւ գծի հետևի ցուցանիշներին, ես ասում եմ առաջի 3 տեխնացուների թաղամասերի անունները, կտեսնենք, որ այդ թաղամասերում բրեժնևյան թվեր են գրանցվել, այսինքն այդ կլանային բաղադրիչը շատ ուժեղ է։ Այս շատ վատ մոդել է Հայաստանի համար, բայց դրականն է, որ ընտրությունների ինստիտուտի նկատմամբ հավատը վերականգնվեց։ Վարդան Ղուկասյանը իդեալական այլընտրանք չի ԿՊ-ի համար, ԿՊ-ի պարագայում իդեալական այլընտրանք չի, որովհետև բազմաթիվ խոցելի
բաներ կան տեխնացու հետ կապված, ընդ որում անհատական դաշտում մենակ չեմ ասում, դա մի կողմ թողենք։ Շատ ավելի ցավալի է, որ ինստիտուցիոնալ կոնսենսուս չկայացավ ընտրություններից հետո, այսինքն դասական կոալիցիա չստեղծվեց։ Ընդդիմադիր մյուս ուժերը հասկանալի պատճառներով, ինձ հասկանալի պատճառներով չուզեցան պատասխանատվություն ստանձնել Վարդան Ղուկասյանի կառավարման համար։ Իսկ նրանց պատասխանատվությունը սպառված համարեցին այն կետում, որը վերաբերում էր ԿՊ-ին իշխանություն թույլ չտալու։ Մնացած հարցում ինձ համար հասկանալի պատճառներով իրանք չուզեցան ստանձնել պատասխանատվությունը, իսկ սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ առումով Վարդան Ղուկասյանը փոքրամասնության քաղաքապետ է լինելու, որը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու իրեն։ Կամ ինքը հայտնվելու է ԿՊ-ի թիրախում կամ ԿՊ-ի թակարդում, պայմանական ասած։ Հանուն արդարության ասեմ, որ Վարդան Ղուկասյանն էլ ոչինչ չարեց, որ դասական իմաստով կոալիցիա ձևավորվի, ինքը ըստ էության կիսահարամարական վերաբերմունք ուներ գործընթացի մասնակից մյուս ընդդիմադիրների հանդեպ, երևի երկու տեխնացու էր, չէ՞ խոսում 50% գումարած մեկի մասին, մեկը ԿՊ-ն էր, մեկը Վարդան Ղուկասյանը, մենք ունենալու ենք ամենաանկայուն եւ կարճ քաղաքային իշխանությունը իմ կանխատեսմամբ Գյումրիում, այսինքն երբ որ խորհրդարանական ընտրություններ կլինեն Հայաստանում, անկախ դրանց արդյունքից ստատուս քվո կփոխվի, Գյումրիում էլի առաջի պլանը օրակարգ է գալու արտահերթ ընտրությունների թեման, որտեղ նման ինստիտուցիոնալ ստատուս քվոյով, ինչ որ այսօր Գյումրի հավաքանույում կա, ինքը երկար կյանք ունենալ ուղղակի չի կարող։ Ընդդիմադիր դաշտում այդ խոսակցությունները ինչի վերեցին, որ միանալ, չմիանալ, այսինքն այնուամենայնիվ հասկանալի դարձավ, որ այն խոսակցությունը, որ հաճախ տարվում էր ընդդիմության կողմից, որ միայն թե ԿՊ-ն ու Նիկոլը չլինեն, ով ուզում է լինի, իրականում գոյություն չունի, որովհետև տեխնատուի պարագայում հարցեր են առաջանում, ով է տեխնատու։ Այդ ընդհանրապես Օբյեկտիվ ու սուբյեկտիվ, եւ սա համապետականի բանում այսպես տեսանկյունից դիտարկելը շատ կարևոր է, ինչու, որովհետև ասել, որ Նիկոլը չլինի, ով ուզում է լինի, դա հարց է, որ ինչ ծրագրով է, ով է, ինչ կապեր ունի, ինչ ազդեցություն ունի, ում ազդեցության տակ է ինքը գտնվում։ Գիտեք, այդ ընդհանրապես շատ սխալ թեզ է։ Ինչ է նշանակում Նիկոլը չլինի, ով ուզում է լինի։ Այդ նույն բանով տրամաբանությամբ 2018-ին է տեղի ունեցել հեղափոխություն, Սերժը չլինի, ով ուզում է լինի։ Արդյունքները մենք հիմա քաղում ենք, եւ հատկապես Գյումրի ընտրություններից հետո ինձ թվում է այդ հարցը պիտի օրակարգից դուրս գա, որովհետեւ հիմա ինչ անեն քաղաքական ուժերը, եթե չեն ուզում պատասխանատվություն կրել ոչ ԿՊ-ի, ոչ օրինակ Վարդան Ղուկասյանի գործունեության համար, որովհետեւ Վարդան Ղուկասյանը դասական առումով ընդդիմադիր գործիչ չի, ինքը ընտրարշավի ժամանակ դիրքավորվել էր ընդդիմադիր ճամբարում եւ Ինչու ընդդիմադիր չի բանս։ ինչով ընդդիմադիր։ Ուզում հասկամ ինչով ընդդիմադիր չի։ Դե գիտեք, ես չեմ ասում իշխանականն է։ Մենք տարբեր բաներ ենք։ Չէ, որովհետև եթե նայում ենք մեր քաղաքական դաշտին, այնպես չի որ շատ դասական իմաստով քաղաքական գործիչներ կա։ Դասական իմաստով քաղաքական գործիչ չի։ Երևի դա ավելի ճիշտ կլինի։ Բայց ես ձեզ անկեղծ ասեմ, իմ վերաբերմունքը, բացական վերաբերմունք իհարկե կառավարման տարիների հետ կապված, բայց շատ ավելի լավ է զգում հանրությանը, քան շատ դասական իմաստով։ Այդ միանշանակ ինքը Հիմա էլեկտորալ process-ների ժամանակ Վարդան Ղուկասյանի նման ընտրարշավի ժամանակ նույնիսկ մաստեր կլաս ցույց տվեց, որովհետև օրինակ մեր կամ ձեր շատ դասական մոտեցումներ կարող է հասանելի չեղան գյումրեցիներին օրինակ, որովհետև Մարդը օդի մեջ բանի թփածի մակարդակում որպես մյուս մեկեր ինքան փոխարինել։ Դե բա տեսնում եք, այսինքն առանց թիմի նույնիսկ իր առանց թիմի ինքը կարողանում էր իր պրոդուկտը ստեղծել, մատուցել, հասկանում էր գյումրեցին այդ պայանի։ Ավելին ասեմ, չուներ ոչ գովազդ, ոչ թիմ, բանավեճի չմասնակցեց։ Բանավեճի չմասնակցեց։ Առանձնապես հարցազրույցներ չէր տալի, եթե չհաշվենք այն բրիֆինգները, որ հանդիպումներին ուղեկից էին իրա, բայց դասական առումով, որ ասում եմ քաղաքական գործիչ չի, մենք ոչ մեկից չենք կարա, չէ, իր քաղաքական արժի համակարգի մասին խոսալ։ Հաստատ կոմունիստ չի։ Հաստատ կոմունիստ չի, հաստատ կոմունիստ չի։
հաստատ հավատացել է, դա էլ կարող եք ասել, բայց արժի համակարգվել դեմոկրատ էլ չի, այսինքն շատ բանը բայց երևի հասարակական պրոտեստը մեկ-մեկ տես կերպարներ է ստեղծում կամ այդ ձևի կերպարները հասարակական պրոտեստը ավելի լավ են զգում որովհետև եթե մենք ուսումնասիրենք Իրան, թեկուս Մարտուն Գրիգորյանին, թեկուս բոլոր ուժերին, անկախ Հանցորիկ են թե չէ, տված քվերները, դա հստակ բան կա, պրոտեստը շատ մեծ դեր է խաղացել։ Այո։ Ինքը Վարդան Ղուկասյանը հասարակական պրոտեստի առանձնահատկություն ամենալավը զգաց Գյումրիում։ Եվ այդ առումով այո, իր փորձառությունը, հոտառությունը երևի ամենա բարձր մակարդակի։ Ասուրենաս կարող ենք ասել որ քաղաքական իհարկե պրոտեստային տոկոսները համապետականին կարելի է վերագրել Գյումրու թվերը, բայց կուսակցությունների, դաշինքների ստացած տոկոսները չի կարելի վերագրել համապետականին։ Ինչու եմ ասում, որովհետև Գյումրին մի կարևոր, չգիտեմ, դա դրական է, բացական առանձնահատկություն ունի։ Այդ մարդիկ դրսից որևէ մասնակցություն չեն ընդունում։ Այո։ Այսինքն իրենց համար Երևանցի, Երևանյան քաղաքական ուժերի մասնակցություն, եւ այս առումով ես անկեղծ ասեմ, ես գլուխ գովելու տեղ չլինի, Մայր Հայաստանի արձանագրած թվերը կարծեք թե անսպասելի էին այն իմաստով, որ դրսից էր մասնակցությունը, Անդրանիկ Թևանյանն նաև անձնապես մասնակցություն, եւ սա գյումրեցիների մոտ ինչ որ ուրիշ բաներ է։ Տեսեք, Դրա համար օրինակ ես Հայաստանի որևէ քաղաքում չեմ տեսել նման մոտեցում, այսինքն որ վերաբերմունք լինի թե ինչու են Երևանից մասնակցում։ ես բազմաթիվ թիմ ընտրություններ եմ մասնակցել։ Հատակարակը մի շարք Ավելի ոգևորիչ է Երևանից մասնակցում։ ոգևորիչ էր, բայց ինձ թույլ եմ տալի ասել, որ մի քանի կուսակցությունների ձեր դաշինքի 6 քանի տոկոսը, մեր 3%-ը, քաղաքական ձայներ էին ամեն դեպքում, որտեղ առաջի դեմքերը շատ ակտիվ մասնակցություն չէին վախենում քաղաքական մասնակցություն։ Որևէ այլ համայնքում մեր տոկոսները շատ ավելի շատ կլինեին։ Իհարկե, այս քաղաքական առումով Գյումրու ձայները տարածելի չեն մոդելը համապետականի վրա, որովհետև այդ կլանների գործոնը չի լինելու նման ընդգծված։ Նիկոլին մերժողների թիվը կարելի է տարածել, բայց թե ում միջոցով կմերժեին, դա արդեն լրիվ ուրիշ պատկեր։ Ավելի շատ քաղաքական ուժերի, հենց այդ եմ ասում, այսինքն պրոպորցիոնալ քաղաքական ակտորների տոկոսները կաճեին, դրա մասին եմ ասում։ Որը արդեն կլինի ենթադրենք Վանաձորի առավելությունը, Դիլիջանի կամ որևէ այլ համայնքի, որովհետև այդ պրոտեստային ընտրողը գնում է պոտենցիալ հաղթողների է ձայն տալի։ Այնտեղ պոտենցիալ հաղթողներ, ասենք տեսան Վարդանին, Մարտունին եւ այլն, դից համամասնորեն բաժանվեց իրանց մեջ այդ պրոտեստային էլեկտորատը, որովհետեւ Գյումրու քաջածանոթ փորձագետները մարդիկ ասում են, որ այնուամենայնիվ իրենց կլանային ռեսուրսը բավարար չէր այդքան ձայներ ստանալու համար։ Այսինքն միայն կլանային ռեսուրսով այդ ձայները չեն։ Հիմա լավ, այս դժվարությունները որ եղան, հիմա էլ կարծեմ քննարկումներ դեռ շարունակվում են, չի ավարտվել։ Ընդդիմությունից Մարտուն Գրիգորյանը կտա իր ձայները, չի տա։ Սա առիթ պետք է հանդիսանա համապետական կարևորագույն այդ process-երից առաջ հասկանալ, իսկ ով հետ կարող է կոալիցիա կազմել, ով կարող է բացառել, որպեսզի ընտրողն էլ, գիտեք, ձայն չտա ուժի, որը հետո ասենք ջոկերի դեր կկատարի, ու ասենք process-ը կարող է Միանշանակ այդ հարցը պետք է բոլորը իրանց համար պատասխանեն։ Օրինակ ես ինքնուրույն Գյումրիից առաջ որպես կուսակցության ղեկավար բացառել էի մեր հնարավոր համագործակցությունը 3 քաղաքական ուժի հետ։ Գյումրիին մասնակից այդ պսևդո արևմտամետներն են ԿՊՆ եւ ֆայտոնով գովազդվող տեխնացու։ Ու հիմնավորել է 3-ից որևէ մեկին ինչի չպետք է։ Նու ԿՊՆ պարզ է, այն երկուսին էլ է հիմնավորել, բայց երևի պիտի ընտրող ավելի բծախնդիր լինի։ Բացի այս շաբլոն կողմեմ դեմեմից, նաև ծրագրային ինչ-որ հարցերում բանի առաջ դնի կուսակցություններին, որպեսզի տհաճ անակնկալներ չլինի։ Օրինակ Գյումրիում ես շատ անկեղծ ասեմ, իմ համար շատ ցանկալի կլիներ, որ դասական կոալիցիա ձևավորվեր,
Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը վեր կանգնեին ամբիցիաներից, համաձայնության գային կամ Ռուբեն Մխիթարյանի կամ Կարեն Սիմոնյանի շուրջ։ Սա շատ ավելի օգտակար կլիներ Գյումրիին։ Այդ Բայց դա գրեթե անհնար։ դե գրեթե անհնար էր, բայց կոալիցիայի ժանրով միանգամայն հնարավոր էր։ Իրենք իրար չէին կարող միանալ, բայց հանգիստ կարող էին կոնսենսուսի գալ երրորդ, չորրորդ տեխնացուների շուրջ։ Այդ դեպքում հարցը առաջանում ինչու եթե իրենք են շատ ձայներ ստացել, ինչու պիտի իրենք քվեարկեն ավելի պակաս ձայներ ստացել։ Որ կայուն կառավարում, Տրամաբանություն որ կայուն կառավարում լինի քաղաքում։ Mən մի հատ абսուրդ ասեմ։ Վարդան Ղուկասյանը թերևս մի 13 տարի առաջ է ղեկավարել, մի շարք առանձնահատկություններ կան թիմերում, օրենսդրական գուցե չի էլ միջև վերջ ադապտացվել այդ նորարարություններին, հա։ Օրինակ ինքը ղեկավարել է մի Գյումրի, որի կառավարումը նախագահական համակարգի մոդելին էլ համապատասխանեց։ Քաղաքապետը ամեն բան որոշել կարող է։ Այո, իսկ հիմա մի հատ Գյումրի է ղեկավարում, որը խորհրդարանական մոդել է։ Այսինքն դառնալու է Սանտա Բարբարա, ամեն Օրինակ առաջի փոխքաղաքապետ կարա չընտրվի։ դա էլ է ընտրվում։ Իա, առաջի փոխքաղաքապետը այո, ինքը ավականու անդամ։ Ոնց որ Երևանում։ Չէ, բայց այդ պաշտոնին ավականին ընտրում է թե Այո, նշանակվում է։ ընտրում է։ Ու կարա չընտրվի առաջի փոխքաղաքապետ, կամ բյուջե կարա չհաստատվի, կամ ինչ-որ հողահատկացում կարա չհաստատվի, որովհետև ոչ Մայր Հայաստանը, ոչ Ռուբեն Մխիթարյանի թիմը, ոչ Մարտուն Գրիգորյանի թիմը կոալիցիոն որևէ պարտավորություն չեն ստացնել։ Հանուն արդարության ասենք, պոտենցիալ քաղաքապետն էլ չի ուզում իրենք աշկանդել որևէ կոալիցիոն պարտավորությամբ։ Հետևաբար այն մյուս երեք ուժերը պարտավոր չեն մի քվեարկություն կատարել, որի հետ գուցե համաձայն չլինեն։ Բայց դա կարող է Գյումրու կառավարումը կոլապսի բերել։ Բերելու է կոլապսի։ Մանավանդ որ Իշխանությանը գուցե դա էլ պետք է ցույց տալ, որ էս են ձեր ընդդիմադիրները իրար հետ չեն բյուջեն իրենք էլ տապալում են, չգիտեմ, այս հարցի ընդունումը իրենք էլ տապալում են։ Կարող է այսպես սցենար լինել։ իսկ ինչու ոչ։ Երկու քարոզչական հրաշալի նվեր է ստացել իշխանությունը։ Ես հիմա չեմ ուզում այդ նարատիվները մենք էլ զարգացնենք, բայց իրանք անում են մեկը, մենք անենք թե չանենք։ Այսպես կոչված կրիմինալ քաղաքապետ, երկրորդ սերիայում ցույց է տալու անհաշտ ընդդիմություն, որը չի կարողանում որոշումներ կայացնել ավականիում։ Դե եթե չի կարողանում ԿՊ-ն հաղթել որևէ տեղ, պիտի գործի դնի պլան B, Դժոխքի վերածել։ հա, իհարկե։ Այլ խոսքով ասած, Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը ոչ միայն չունի ամուր մեծամասնություն, այլ ունի նաև 5-րդ շարասյուն, որ ամեն րոպե հարվածելու է իրեն։ Լուծումը լավ, որն է։ Որովհետև այն լուծումը, որ տարբերակ կար, որ որը մեկը քաղաքապետ չդառնա, գնան նոր ընտրությունների, դա ամենայն հավանականությամբ լինելու էր ԿՊ-ի հաղթանակը։ Այս պայն դա չէր կարելի թույլ տալ, այս պայն դա վտանգավոր էր։ Միանգամից կարողական նարատիվ էր աշխատելու, ինչպես ընդդիմություն ունենք, ինչի պատճառով դժում է Գյումրին, բայց խորհրդարանական ընտրություններից հետո Գյումրիում արտահերթ ընտրությունները անխուսափելի են, դա նույնիսկ քաղաքական կոնսենսուսի հարց պիտի լինի։ Դա Գյումրիին պատշաճում է ավելի ինտելեկտուալ եւ ավելի ժամանակակից մենեջեր, հարգանքով հանդերձ Վարդան Ղուկասյանի անձի հանդեպ։ Երկրորդը Գյումրիում պետք է ավելի կայուն ինստիտուցիոնալ առումով ավելի կայուն իշխանություն։ Դա կլինի կոալիցիա, թե կլինի մի ուժի իշխանություն, ես ամենայն հավանականությամբ մեկ ուժի իշխանություն չի լինի, բայց կարող է լինել կոալիցիա, ու այդ կոալիցիան պետք է կարելի լինի քաղաքական առումով։ Եկեք համաձայնվենք, որ ամեն դեպքում այս անգամ քաղաքական բաղադրիչ ինչ-որ չափով կարողացանք մտցնել Գյումրիի հանրային քաղաքական կյանք, այնտեղի TV-ներն էլ էին հաճելիորեն զարմացած, հաջորդ փորձը ավելի լավը գուցե լինի, հետո կլանային համակարգը կամ դրա ռեստավրացիան ուղիղ հետևանք է գործող իշխանության ապիկար քաղաքականության։ Այդ որ ասում են կրիմինալ ընտրվեց եւ այլն, բայց 7 տարի ձեր կառավարումը բերել է նրան, որ ցանկացած մեկին կարող ընտրել ձեզանից ազատվելու համար։
Ինձ ցանկացած ազդեցիկ մեկինի նկատի ունեմ։ Չէ, բայց այստեղ նայեմ, գիտեք, ես իհարկե կրիմինալի դեմ եմ, այդտեղ երկրորդ կարծիք չկա։ Բայց նախ տեխնացուներից այնպես չէ, օրինակ Մարտին Գրիգորյանը բալետ մաստեր էր։ Իհարկե։ Մի կրիմինալի։ Ասում են կրիմինալ իրանք են, չէ՞։ Երրորդը երեք տեսանք Սարիկ Մինասյանը ոնց որ թե շատ է ուզել Վարդան Ղուկասյան դառնալ, բայց չի կարողացել, ասենք ինքն էլ անդիմադիր կանանց Գողականի տակ այո, մնացած։ անդիմադիր կանանցից մեկի ամուսնուն ու եղբորը ռազմական երկանչում, հա։ Երրորդը, որ շատ ավելի կարևոր է կարծում եմ, Վարդան Ղուկասյանը իր արժե համակարգով շատ ավելի պակաս վտանգավոր է, քան Ալեն Սիմոնյանը, որը կարող է թիկնապահներին ասել բռնեք քաղաքացու ձեռքից, ես կցրկեմ։ Ամենակրիմինալը սա է։ Դրամանել ասեցի հին համակարգին բնորոշ որոշ բաներ ռեստավրացվում են ըստ Նիկոլ Փաշինյանի իշխանության շնորհիվ։ Այդ չնի այդ իշխանությունը։ Այս մարդիկ նույնիսկ կարող հավակնություններ էլ չունենան։ Վստահ եմ չեն ունենալու։ Ամենամեծ խուլիգանը Նիկոլ Փաշինյանն է այս երկրում, որը ասենք կարա իրան թույլ տա թիվ 1 ամբիոնից երկրի ասի, որ 3 նախագահների պատերով քաղաքական դիակների մնացորդները թափ են պատել։ Քացուտակ կտամ։ Կամ քացուտակ։ Խոսում է 3 նախագահների մասին։ Այսինքն ըստ էության կապ չունի։ Ըստ էության խոսում է 3-րդ հանրապետության մասին։ Չէ, որտեղ 3 նախագահները անկախ իրենց թերություններից մարմնավորում են այդ հանրապետությունը։ Ու ասում են էշին էշի կողքը կապես կամ զռալ կսովորի կամ կապիտալ, ինքը դե հիմա Ալիևի կողքը կապվել է։ Հա, հիմա տեսեք դա։ Թքող ազգային ժողովի նախագահ ունենք, որը անպատիժ է մնացել։ Սեռական բնույթի հայոյանք տվող կամ համարժեք դրան Անդրանիկ Քոչյանի այդ Ականջ կտրող, լեզու կտրող, ականջ կտրող, լեզու կտրող падգամավորներ ունենք։ Ու մի շարք, ես հիմա այսինքն խուլիգանախումբ է ինքը, որի դեմ, այո, օրինակ Վարդան Ղուկասյանի ժեստիկուլյացիան վարքագիծը ուղղակի պարկեշտության մաստեր կլաս է թվում։ Ամենայն դեպս որևէ լրագրողի հետ Վարդան Ղուկասյանը տես չի խոսում, կամ չի սպառնում ականջը կտրել, կամ եւ այլն։ Հենց դրա մասին է խոսքը, որ այդ ներկա նախկին Նիկոլը շատ սիրում է ասել։ Ես համոզված եմ, ես շատ գործիչներ ինքնապաշտպանության բնազդից ելնելով ընտրությունների չեն մասնակցել, էպատաժային շատ գործիչներ, եթե այս իշխանությունը չլինի։ Որտեւ սրանցից պաշտպանվելու այլ եղանակ չունեն։ Օրենքն էլ չի գործում, ոչ մի չի գործում, բեսպրիձիլ է։ Մարդն էլ ուզում է ցույց տա ինքը ինչ հասարակական կշիռ ունի։ Ու հանգստո հիմա հեքիաթներ չպատմեն, այդ ուր էր այդ քրեական գործերը։ Վարդան Ղուկասյանի արասների մասին բախի չէի հիշում, երբ որ ինքը հայտ չէր ներկայացել, կամ երբ որ 2021-ին աջակցում էր ԿՊ-ին։ 21-ին աջակցել է։ Այո, 21 թվի տեղական ընտրություններում Գյումրի ընտրություններում աջակցել է ԿՊ-ին։ Հետաքրքիր է։ Չէ, դա այդ երկուսն էլ խոստովանել են։ Եվ ԿՊ-ն 18-ին գիտենք, բայց որ 21-ին։ Չէ, 21-ին էլ աջակցել ԿՊ-ին։ Նույնիսկ լավ իրա գործն է։ Հիմա ապաշխարում էր մարդը, ասում էր սխալվել եմ եւ այլն եւ այլն։ Դա իրա գործն է։ Ուզում եմ ասեմ, այն ժամանակ երբ Վարդան հրեշտակ էր, ինքը ԿՊ-ի աշկերում, հիմա դարձել է Վարդան կրիմինալ։ Բայց նույն Վարդան Ղուկասյանն է, իրա կոլորիտով, իրա ուժեղ եւ թույլ կողմերով, էլի։ Ուզում եմ ասեմ, սպეციფიკան է սա, բայց Գյումրիի մոդելը ամեն դեպքում մենք կարող ենք դրական առումով էլ օգտագործել, եթե հենց այս պայծ սկսած քաղաքական ուժերը անկեղծ իրար հետ խոսան, այն ուժերը, որոնք քաղաքական ձևով են պատկերացնում փոփոխությունները, եւ փորձեն իսկականից իրար մեջ համ ընդհանրության կետերը ֆիքսեն, համ սահմանազատող կետերը ֆիքսեն։ Ի վերջո մի օր հանգելու ենք դրան, որ փոփոխությունները միայն քաղաքական ռեցեպտներով։ Բայց Հայաստանում կարծեք թե նաև համապետական մակարդակում քաղաքական ուժերը, առաջնորդներ, կոչվածները, անհատները սովոր չեն պայմանավորվածությունների, սովոր չեն տարաձայնությունների, հանգիստ ընկալման, հա, որ օրինակ լավ հիմա անուն չտամ, բայց ասենք օրս խոսել էր Շիրակի թեմի առաջնորդ Աչապարյանը։ Իսկ մարդը այսօր իլի այլանդակ ձևի թիրախավորման հարցակումների է ընտրում։ Այսինքն քաղաքական դաշտը ինքնին ընդդիմադիր սովոր չի քննադատություն լսել։ Այդ քննադատությունից հետո իրեն քննադատողի հետ նստել, խոսել, ինչ որ հարցում պայմանավորվել, հասկանալ, որ այս դրվագում մենք կարող ենք համագործակցել, այս դրվագում տարաձայնություն։ Ուրեմն այդ առումով օրինակ Գյումրիի ընտրությունները մի երկու դրական բան էլ ա եղել։
Տեսեք, օրինակ, երբ որ Մարտուն Գրիգորյանի եւ Մայր Հայաստանի շտաբներից ձերբակալություններ եղան, կարծեմ 3 օր առաջ ընտրություններից, մենք ընտրարշավը դադարեցրել ենք, գնացել ենք 2 շտաբներ, Մարտուն Գրիգորյանի եւ Մայր Հայաստանի, զորակցություն ենք հայտնել, իհարկե դա կարելի է շարունակել, ուրիշ դրսևորումներ էլ ունենալ, բայց այդ մշակույթը ուզենք չուզենք պիտի ձևավորվի։ Եվ մենք պիտի դուրս գանք այդ անտագոնիստական մոդելներից, որտեղ ընդդիմադիր ուժերը իրար հետ խոսալու բան ունեն, իրար հետ վիճելու խնդիր ունեն, խնդիր չկա։ Բայց քաղաքակիրթ, սիրուն, առանց թիրախավորելու կամ գոտկատեղի ներքև հարվածելու, Գյումրու ընտրություններում, բայց մենք տեսանք, չէ՞, որ քաղաքական ակտորները կարացան մի բան պահեն, իրար չէին թիրախավորում, ընդդիմադիրները, իրար չէին սևացնում, անհամաձայնություններ ունենալով հանդերձ։ Նորմալը դա է, հիմա եթե Գյումրու մոդելը վերցնում ենք, այդ կլանային բաղադրիչը հանում ենք, որտեղ այդ բողոքական ընտրազանգվածը բոլոր համայնքներում կա, չէ՞, կարա շատ նոր քաղաքական մշակույթ ու նոր քաղաքական ակտորներ կարող են առաջանալ։ Այստեղ խնդիրը հենց այդ նոր քաղաքական ակտորների մեջ է։ Տեսեք, թիմ ընտրությունները, որ դիտարկում ենք, Մայր Հայաստան ունի հաջողություններ, մեր կուսակցությունը 4-5 տեղ ունի հաջողություններ։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ բոլոր այն տեղերում, որտեղ կլանային բաղադրիչը թույլ է, հասարակությունը երկու խնդիր լուծում է՝ բողոքական քվեարկություն, դրան զուգահեռ նաև շոր նոր ուժերի ի հայտ գալու միտումներ են նկատվում։ Ի վերջո մենք պետք է քաջություն ունենանք 3 նախագահների շղթայից դուրս գալ։ Այդ մարդիկ Դա ոնց որ անհնար է։ Այդ մարդիկ դրական կամ բացասական, հիմնականում դրական, այդպես ասենք, հա, երկրի համար արել են եւ հիմա նոր սերնդի ավելի նոր մտածողության գործիչների ժամանակն է։ Ես կարծում եմ վաղ թե ուշ Ոնց եք համոզելու դուք, որ համոզելու խնդիր չկա, ընդհանրապես պետք է արդյունավետ պրոդուկտ ստեղծել, հասարակությանը կարողանալ այդ արդյունավետ դուք էլ ես էլ լավ գիտեք, որ արդյունավետ պրոդուկտ ստեղծելու համար պետք են ռեսուրսներ են պետք։ Որտեղ են այդ ռեսուրսները։ Ես առավել կան վստահ եմ, որ 3 նախագահներն էլ ընտրական միջև էս ընտրական ցիկլը գիտակցեն, որ նոր սերնդի գործիչների ժամանակն է։ Բայց այդ նոր սերնդի գործիչները դրսևորում են, ինչ անեն այդ մարդիկ, չգիտեմ, արդեն մեր քաղաքական դաշտում նաև խոսակցությունը հասել է, որ ասում են, այս քաղաքական գործիչը պետք է ինքնասպան լինի, որ մենք գործունեության դաշտում։ Դե լավ է, դե արհեստական Այդ նոր սերունդը թող իրան դրսևորի։ Իհարկե, բայց այդ եմ ասում, ստեղծի պրոդուկտ, որ ավելի ես չեմ ասում, այդ նոր սերնդի գործիչները պիտի ընդհանրապես նախագահների հետ շփումներ չունենան, բան չանեն։ Դա էլ արհեստական։ Վերջ այդ մարդիկ շոր դերակատարություն ունեն, ապրում են, գործում են եւ այլն։ Ուղղակի նոր դեմքեր, մոդիֆիկացիա, այսինքն կրեատիվ լուծումներ, ես սրա մասին եմ խոսում։ Արհեստական չի կարելի ասել այս նախագահը պիտի դուրս մնա կամ այն նախագահը։ Ասում ամեն նորը լավ մոռացված։ Այո, ստեղծի պրոդուկտ, որը ավելի արժանահավատ կլինի հասարակության համար։ Առնվազն այդ մասով դու քաղաքական արյալում քո տեղը կգրավես։ Շնորհակալ եմ պարոն Սուրենյան, հետաքրքիր համար կշարունակենք հետևել իհարկե զարգացումներին։ Դեռ ոնց ես հասկանում եմ Գյումրու հետ կապված դեռ զարգացումներ կան։ Հանդիպները նոր են սկսվում։ Այո, ոնց որ դա սերիալը շատ նորացնում։ Սանտա Բարբարան ինչքան հիշում շատ երկար գնաց, չեմ հասցրել նայել։ Դե ես էլ ոնց որ շատ կարճ չի տևի։ Ստեղծություն կհանդիպենք։